Պարոն Փաշինյան, այդ երկու կետերը, որոնց շուրջ Հայաստանի Հանրապետությունը համաձայնեցվել է, մի րոպե մերի, արդյոք ԵՄ դիտորդներին սահմանից հեռացնելուն եւ միջազգային հայցերը հետ կանչելուն են վերաբերում, թե ոչ, եթե ոչ, ապա խնդրեմ ասեք երկու կետերը, որ համաձայնեցվեցին, դրանք որոնք են, եւ եթե իմ նշած այդ դիտորդներին եւ միջազգային հայցերին են վերաբերում, խնդրեմ հստակեցնել, խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո են հայցերը հետ կանչվելու, թե մինչ ստորագրելը եւ դիտորդների մասով մինչ ստորագրելն են դուրս գալու, թե ստորագրելուց հետո։ Նախ արձանագրենք հետեւյալը, որ իհարկե դրույթները վերաբերվում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոին, չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ նաև մենք հիմա պետք է այդ հարցերով որոշ նյուանսների հետ կապված էլ քննարկումներ ունենանք։ Երկու հոդվածներից մեկը վերաբերվում էր, որը ես նախորդ անգամ մեր զրույցում ասացի, մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու վերաբերյալ հարցին, մյուսը միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը ետ վերադարձնելու եւ միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելու այդ դրույթներին էր վերաբերվում։ Ես ուզում եմ ձեզ նաև պատմել մեր որոշումների կայացման մեխանիկայի մասին, որովհետև այդ երկու դրույթների վերաբերյալ, ինչպես հիշում եք, արդեն բավականին երկար ժամանակ մենք ենք առաջարկանում, իրենք են առաջարկանում, մենք ենք առաջարկանում, իրենք են առաջարկանում, եւ ըստ էության այդ դրույթներն էլ որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել, եւ վերջին այն պահից, երբ որ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում եւ կարծես թե չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին արկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել եւ ըստ էության այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Հայկական կողմն է փոխզիջումների դեմ, ադրբեջանական կողմի փոխզիջումը ո՞րն է։ Ես կարծում եմ, որ արդեն ասացի, գիտեք, հիմա հատկապես այս փուլում շատ կարեւոր է, որ մենք, այսպես ասած, միակողմանի ձևակերպումներ եւ հայտարարություններ չանենք, տեսեք, եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն եւ Հայաստանի Հանրապետությունն էլ որոշել է, որ այս տեքստը նաև իրեն է ձեռնտու եւ ելի եմ ասում, դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք։ Ըստ էության դրույթ առ դրույթ ամեն ինչի մասին խոսել ենք եւ այո, մենք կայացրել ենք որոշում, որովհետեւ համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին եւ կարող է լինել խաղաղության համաձայնագիրը։ Գիտեք, այլ ժանր, այլ բանաձև խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում։ Իսկ ես ուղղակի չեմ ուզում արձագանքել, առավել եւս ավարտված է բանակցությունները, հիմա այդ բանավեճը այնքան էլ օգտակար չի առաջիկա սպասվող իրադարձությունների համատեղ։